Վրաստանում վթարված թուրքական ռազմական ինքնաթիռում 20 մարդ է եղել, օդանավը Գյանջայից է օդ բարձրացել։ Ինչ էին անում թուրք զինվորականները Ադրբեջանում։ Թորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կարևոր։ Ղազախական ցորենի որակը ամենացածրն է, դա է պատճառը, որ գինն էլ է ցածր։ Ինչու է հպարտանում Հայաստանի իշխանությունը։ Կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, կամ Մեր պատկերացրած խաղաղությունը պաշտպանված ու ապահովված խաղաղություն է։ Պաշտպանված չէ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչու է Բաքուն նոր նախապայմաններ առաջ քաշում Վաշինգտոնյան համաձայնագիրը ստորագրելու համար, անկլավներ է ուզում Ադրբեջանը։ Այդ անկլավների հարցը սահմանազատման հարց է ամբողջության։ Իրարացները ուղղակի ծաղրանքային։ Այնինչ վիրտուալ աշխարհում վիրուսի պես է տարածվում, ծաղրանք են անվանում քաղաքացիները, լուսաբացները սրտիկ օպերացիաներով դիմավորող Հայաստանի վարչապետը ընտրություններից առաջ ուշադրության կարիք ունի։ Այդ տարբերակն էլ են փորձում։ Հետո պատվեր են տալիս, տենում են վարկանի առանձնապես չի շարժվում։ Եվ Գյումրիին դիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գաղտնալսել են աշխատավայրում, ցանկացել են գաղտնալսել նաև տանը, նրա պաշտպանը մանրամասներ է պատմել։ Ապրիլի 28-ին դատական ակտ են կայացրել, որի մասին մենք իմանում ենք վերջերս։ Հայլուրը ամփոփում է նոյեմբերի 11-ը, ողջույն հարգելի հեռուստադիտողներ։ Վերջին ժամերի գլխավոր լուրով սկսենք թողարկումը Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում 20 մարդ է եղել, որոնց որոնում են թուրք եւ վրացի փրկարարները։ Օդանավը Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս է եղել, երբ անհետացել է ռադարներից։ Ենթադրվում է, որ թուրք զինվորականները Բաքվում ռազմական շքերթից վերադառնալիս են եղել։ Ալիևն արդեն ցավակցել է Էրդողանին, որտեղ է եղել Թուրքիայի նախագահը, երբ իմացել է ինքնաթիռի կործանման մասին։ Լարա Արաքելյանը։ Այրվելով ու պտույտներ տալով է կործանվել թուրքական ռազմական ինքնաթիռը վրաց-ադրբեջանական սահմանից մոտ 5 կիլոմետրի վրա, Վրաստանի տարածքում, Սիղնախիում, Ադրբեջանից Թուրքիա թռչելու պահին։ Լոկցի 130 Հերկուլեսը ռադարներից անհետացել է վրացական սահմանը հատելուց մի քանի րոպե հետո։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական վարույթը նախաձեռնել է թռիչքային անվտանգության կամ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հիմքով, ինչը անփութությամբ առաջացրել է մահ։ 20 թուրք զինծառայող է եղել ինքնաթիռում, ըստ չհաստատված տեղեկությունների բոլորն էլ մահացել են։ Վրացական լրատվամիջոցները հրապարակել են մահացածների նախնական ցուցակ 10 զինվորականի կոչումներով։ Türkiye Respublikası Silahlı Qüvvələrinin Հավանական է, որ այս տղաներից 20-ն են եղել ինքնաթիռում։ Տելեգրամ ալիքներն են հայտնում, որ Ադրբեջանի այսպես կոչված հաղթանակի զորահանդեսին մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան մեկնած զինծառայողներն են վերադառնալիս եղել հայրենիք։ Ելույթի պահին են հավանաբար գրավոր զեկուցել Էրդողանին ինքնաթիռի կործանման մասին։ Կարճ տեքստը նա կարդացել է թերթիկից։ Մենք խորապես վշտացած ենք C-130 ռազմական ինքնաթիռի կործանման լուրից։ Տեղական իշխանությունների հետ համակարգված աշխատում ենք, որ շուտ գտնենք բեկորները։ Արդեն կործանված ինքնաթիռի լուսանկարները հրապարակվել են ավելի ուշ։ Ինքնաթիռը օդ էր բարձրացել ադրբեջանական Գյանջայից և մոտ 40 րոպե մնացել օդում, անհետացել, այդպես էլ աղետի ազդանշան չուղարկելով։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանյան թեմաներին վերադառնանք։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, որ 5 օր առաջ հպարտությամբ պատմում էր, թե ինչպես է 32 տարում առաջին անգամ հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ժամանել Հայաստան, այսօր փոխել է պոպուլիստական խոսույթը, երբ հայտնի է դարձել, որ ներկրվածը այդքան էլ հացահատիկ չէ, այլ 4-րդ կարգի ցորեն, որը հիմնականում օգտագործվում է որպես անասնակեր։ Ժողովուրդ ջան, չգիտեմ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա եւ առաջին կարգի և երկրորդ կարգի, և երրորդ կարգի, և չորրորդ կարգի ցորեն Facebook-ում գրել է Գևորգ Պապոյանը։ Զարմանալի չէ, բայց Պապոյանը մոռացել է շեշտել, որ հենց ինքը ու մյուս իշխանավորներն էին հպարտանում, թե վերջապես ռուսական ցորենին այլընտրանք են գտել, բայց չէին ասում, որ անասնակեր ցորենը նկատի ունեն։ Ինչու էր Հայաստանը լռում, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով մեր երկիր եկած ցորենը ոչ թե բարձրակարգ է, այլ 4-րդ կարգի։ Բայց խի պետք է նշվել։ Հայ պաշտոնյաների հայտարարություններից տպավորություններ ստեղծվում, թե ռուսական ցորենի այլընտրանքն է ճանապարհին։ Ինչ-որ մեկը կարգը ներկայացել մինչև այդ լուրջ։
Կարգ չեն ներկայացրել հայ պաշտոնյաները, բայց չեն էլ կանխել քննարկումները մեր երկրում, որ հնարավոր է հացի գնի փոփոխություն լինի։ Էկոնոմիկայի նախարարը միայն նշել է, որ դրան պետք չէ սպասել, չհիմնավորելով, որ ղազախական ցորենը հաց թխելու համար չէ։ Իսկ այդ ցորենը դիվերսիֆիկացիայի ենթակա չի, ցորենը ցորեն չի, կենդանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի, Չորրորդ կարգի ցորենում սպիտակուցի քանակը քիչ է, այն հիմնականում որպես անասնակեր է օգտագործվում եւ օսլա, սպիրտ կամ այլ արդյունաբերական արտադրանք ստանալու համար է։ Ուրեմն նշանակում է այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանի Հանրապետության։ Ոչ թե ցորենի որակի, այլ ճանապարհների դիվերսիֆիկացիայի հնարավորության վրա պետք է կենտրոնանալ։ 4 րոպեանոց զրույցի ընթացքում առնվազն 4 անգամ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարարը։ Հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի, բայց ճանապարհների դիվերսիֆիկացիան կարևոր բան է։ 3 ղազախական կողմներ բացել փակագծերը, որ Հայաստան է արտահանել 1000 տոննա 4-րդ կարգի ցորեն։ Ղազախստանի ազգային հացահատկային օպերատորը պատրաստ է ամսական մոտ 15-ից 20 հազար տոննա հացահատիկ մատակարարել հայ սպառողներին, որի համաձայնագիրն արդեն ստորագրվել է։ Ցորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կարևոր։ Ընդդիմությունը հարցումներ է պատրաստել հասկանալու Ղազախստանից եկած ցորենի ինքնարժեքը։ Այդ ցորենի վագոնները հետ պիտի ուղարկվեն, չէ՞, եթե այդ ցորենի վագոնները դատարկ են հետ ուղարկվում, սա ինքնարժեքի վրա լրացուցիչ ավելանում է ինքնարժեքը։ Բացի այդ, ղազախական ցորենը ոչ թե Ադրբեջանից է Հայաստան մտել, այլ Վրաստանից, տրանզիտի համար նույնպես պետք է վճարել։ Սա նաև ապացույց է, որ մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակում չի եղել, ընդգծում է Դանիելյանը։ Ղազախից Իջևան 10 կիլոմետրանոց երկաթգիծը պետք է վերակառուցել։ Ապաշրջափակումը կլներ հետևյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Բեռնատարներով ցորեն ներմուծող ընկերությունների մրցակցությունը մեծ է։ Մրցույթից դուրս չմնալու համար ընկերությունները պարբերաբար նվազեցնում են բեռնափոխադրումների գները։ Երկաթգծով բեռնափոխադրման դեպքում այդ մրցակցությունը չկա։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություն ունի, որ Արցվաշենը ու հայկական մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին գրառումով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր տարածքներ զիջելու համար։ Տարածքներ, որոնք Բաքուն անկլավ է անվանում։ Ըստ ընդդիմության պատահական չէ, որ Փաշինյանն այդ գրառումն արել է Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությունից հետո, թե Բաքուն ակտիվ առաջ է տանում անկլավները վերադարձնելու հարցը։ Արդյոք դա նոր նախապայմանն է խաղաղության Վաշինգտոնյան համաձայնագիրը ստորագրելու համար, պատմում է Կարինե Մանգասարյանը։ Ալիևը խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման նոր նախապայման է առաջ քաշել։ Ենթադրում է խորհրդարանական ընդդիմությունը, վերլուծելով Փաշինյանի վերջին հայտարարությունները։ Նիկոլերենից երբ թարգմանում ես դա, ստացվում է Հայաստան խմբակցության անդամը Նիկոլերենից թարգմանում է հայտարարությունը, թե Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները պետք է վերադարձվեն ու եզրակացնում է Ալիևը հիմա էլ անկլավներն է պահանջում Փաշինյանից։ Համադրելով են հայտարարության հետ օգոստոսի 8-ից հետո արված, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, էլի անհասկանալի է, չէ՞ ինչի մասին ես խոսում։ Այս երկու հայտարարություն համադրում ես իրար, ստացվում է, որ պատրաստում են նոր տարածքային զիջումներ Հայաստանի Հանրապետությունից։ Հիմա մենք սենց ենք ասում, սենց խաղաղություն ուրիշ որտեղ եք տեսել։ Որտեղ կա այս, որ ասում են խաղաղությունը եկել է։ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ է անցած 5 շաբթի հայտարարել, որ Բաքուն ակտիվ առաջ է տանում անկլավների հարցը։ Փոխարենը Բաքուն ծպտուն չի հանում Արցվաշենը վերադարձնելու կամ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու մասին։ Փաշինյանի ընդդիմախոսները վստահ են, որ գործող վարչապետը Արցվաշենի անուն տալով պարզապես հող է նախապատրաստում նոր զիջումների համար։ Դրանով սկսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումների փուլը, որովհետև ադրբեջանական հաջորդական պահանջները Հայաստանի Հանրապետությունում գտնվող գյուղերն են, որտեղ ընդհանրապես որոշ ժամանակ ապրել են ադրբեջանցիները, բայց իրենք դա անվանում են անկլավներ, պահանջում են։ ՔՊԱ-ականները կտրականապես հերքում են, թե այսպես կոչված անկլավների հարցն է հիմա բանակցային սեղանին։ Ես նորից եմ գրկում այդ անկլավների հարցը, ինչպես միշտ ասեմ, դա
կարող եմ ասել մասնագիտական հարց է, սահմանազատման հարց է ամբողջության։ Իսկ խաղաղության պայմանագրի մասով ես չէի ասի, որ փակուղային իրավիճակ է, որովհետև 1 տարի առաջ էլ ընդհանրապես տեքստի համաձայնություններ համարվում փակուղային։ Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, բայց հստակ օր չկա, ասում է Խանդանյանը։ Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն։ Հնարավորինս շուտ Բաքուն չի ստորագրելու ոչ մի փաստաթուղթ, վստահեցնում են Փաշինյանի ընդդիմախոսները։ Գոնե, եթե մեր վրա լծակ կա, մենք էլ ինչ որ լծակ ունենանք։ Քրիստինե Վարդանյան առաջարկում է Հայաստանի բանակցային դիրքն ամրացնելու համար գոնե օգտվել Հայաստանի երկրորդ նախագահի առաջարկներից։ Եվս մի առաջարկ։ 2 օր առաջ է Ռոբերտ Քոչարյանն առաջարկել Վաշինգտոնյան համաձայնագրին զուգահեռ մի փաստաթուղթ էլ ստորագրել Վաշինգտոնի, Մոսկվայի ու Պեկինի հետ, այս գերտերություններին դարձնելով խաղաղության երաշխավոր։ Մեր պատկերացրած խաղաղությունը պաշտպանված ու ապահովված խաղաղությունն է։ Մանավանդ Ադրբեջանի դեպքում, ում անգամ միջազգային որոշակի երաշխիքների պայմաններում որևէ պայմանավորվածություն չի պահել։ Հիմա դրա ելքը ինչի որ միջազգային երաշխիքները ընդհանրապես տակից անել։ Դրա ելքային է, որ այդ երաշխիքները ուժեղացնես հնարավոր։ Տրամպի ճանապարհի մեղրիով։ Իհարկե, ԿՊԱ-ականներն առայժմ չեն օգտվում երկրորդ նախագահի նախորդ առաջարկից։ Տպավորիչ պրոյեկտներ։ Նա հայտարարել էր, որ Թրամփի ուղին հայկական կողմին շահեկան դարձնելու, տարածաշրջանի հաղորդուղիներն իսկապես ապաշրջափակելու միակ հնարավորությունը Երազ-Խջուլֆա երկաթուղու գործարկումն է, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապն ապահովել։ Օրինակ, առաջարկ է դա մտքով անցել է մեր հիմիկվա բանակցողների, որ կարող են բացի շահերը զիջելուց մի բան էլ իրենք ունենան, որպեսզի կարողանան գոնե հավասարակշռել։ Հստակ առաջարկ է, չէ՞, բայց կբանակցեն դրա համար, բնականաբար չեն բանակցի։ Վարդանյանը վստահ է, Փաշինյանը Ալիևի հետ բանակցելուց մտածում է ոչ թե պաշտպանված խաղաղության, այլ իր իշխանությունը պահելու մասին։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Իհարկե իշխանությունները ստում են, այսօր հայտարարել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի մասին Ռուբեն Ռուբինյանի պնդումներին։ Միկոյանի խոսքով բաց աղբյուրներից անգամ կարելի է ճշտել, որ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին մեր եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3 անգամ, այլ ոչ թե 5, ինչպես այսօր խորհրդարանում ասել է փոխոսնակը։ Ավելին, նախագահ Քոչարյանի օրոք մենք դաշնակիցներից զինատեսակները ձեռք էինք կամ շատ արտոնյալ գներով կամ պարզապես նվեր էինք ստանում, ինչը թույլ էր տալիս ամբողջությամբ պահել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ինչի ամենացայտուն արտահայտությունը տասնամյա լիարժեք եւ արժանապատիվ խաղաղությունն էր։ Սպուտնիկ Արմենիայի հետ հարցազրույցում շեշտել է Միկոյանը։ Նա նաեւ ընդգծել է 2020 թվականին ռազմական բյուջեների տարբերություն արդեն 3.5 անգամ էր եւ մեր ունեցած այդ բյուջեն Հայաստանի իշխանությունը վատնում էր մարտական թռիչք չանող եւ միայն սելֆիների համար 100 միլիոնավոր դոլարներով գնաց ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ եւ անիմաստ հոբ համակարգերի եւ կլուբնիկ շոուների համար։ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում խոսել արցախցիների էթնիկ զտման, ցեղասպանության եւ իրենց բնորան վերադառնալու իրավունքի մասին, իսկ Ադրբեջանն իշխանության մակարդակով առաջ է մղում արևմտյան Ադրբեջանի կեղծ թեզը։ Խորհրդարանական հայտարարությունների ժամին Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանն է պնդել, որ իշխանությունները ոչինչ չեն անում ապահովելու արցախահայերի արժանապատիվ կյանքը Հայաստանում։ Նրա խոսքով անելանելի վիճակում են հայտնվել նաեւ 2023-ին Արցախում բենզինի պայթյունից տուժած եւ զոհվածների ընտանիքները։ Վերադարձի իրավունքը չեք պահանջում, սոցիալական հարցերը չեք լուծում, մարգինալացնում եք այդ մարդկանց, չեք օգնում, որ ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը։ Բայց ձեր ուզածը ինչ է։ Պատասխանը գալիս է ինքնաբերաբար, որ արցախցիներ լքեն Հայաստանի Հանրապետությունը։ Չկա արցախցիներ, չկա Արցախի հարց։ Լուսաբացները սրտի կոոպերացիաներով դիմավորող Հայաստանի վարչապետը ընտրություններից առաջ ուշադրության կարիք ունի, կարծում են շատ քաղաքացիներ։ Նրանց հետ համակարծիք է քաղտեխնոլոգը, այնինչ վիրտուալ աշխարհում վիրուսի պես է տարածվում, ծաղրանք են անվանում մարդիկ։ Լիլիթ Գասպարյանի ռեպորտաժը։ Հնգորյա դադարից հետո Փաշինյանը վերսկսել է թաղծոտ սրտի կոոպերացիան։
TikTok, Facebook, Instagram վիրուս է ընկել։ Կայծակի արագությամբ է տարածվում դեռահասական թրենդը փոքրացած Հայաստանի վարչապետի կատարմամբ։ Instagram-ի ու TikTok-ի հակառակ կողմում ոչ թե վիրտուալ, այլ իրական Հայաստանում մարդիկ զզված են այս տեսարանից։ Ինձ թվում է դա նորմալ չի, վարչապետը պետք է մի փոքր իրան ավելի լուրջ պահի, իսկ իր արածները ուղղակի ծաղրանքային։ Ճիշտ ասած, ունենց ապուշ բաներ անը, դաժե չեմ էլ ուզում նայել։ Չգիտեմ ինչա փորձում դրանով ցույց տա, բայց ամենայն դեպս ժողովուրդը իրան տանել չի կարում, դա պիտի ինքը հասկանա, էլի։ Ինչքան ուզում է սրտիկներ ուղարկի, ինքը ոչ մի բան չի կարա փոխել։ Բացում է ուղղակի ուզում է ժողովրդի ուշադրությունը սևեռի իր վրա։ Մարդիկ բնազդով են զգում, որ Փաշինյանը ընդամենը փորձում է ուշադրություն գրավել, հետ բերել 2018-ի կորսված փառքը։ Քաղտեխնոլոգները նույն կարծիքին են։ Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի միշտ ամեն օր ինչ-որ մի օրակարգ մտցնել դաշտ, մեդիա դաշտ, թե հանրային դաշտ, որպեսզի իր մասին խոսեն, քննադատեն, տրոլինգ անեն։ Իր գլխավոր խնդիրը որպեսզի որևէ այլ օրակարգ այդ օրը դոմինանտ չլինի։ Ըստ Վիգեն Հակոբյանի, չնայած Փաշինյանի սրտաճմլիկ վիդեոները միշտ ժամանակակից սոցցանցերի ռեքում են, իրական կյանքում դրանք գցում են նրա վարկանիշը։ Փաշինյանը չի կարող դա չիմանալ։ Պատահական չի համարում քաղտեխնոլոգը, որ Facebook-ից դուրս գալուց հետո Փաշինյանը չի մոռանում կոշտ հրահանգներ տալ։ Ընդդիմախոսների ձերբակալությունները, սպառնալիքներն ու ասֆալտին փռելու օպերացիաները դրա վկայությունն է համարում Հակոբյանը։ Իրանք փորձում են պուպուշ բարի հեծանիվ քշելով, սրտիկներ անելով, փորձում են, բայց տեսնում են, որ առանձնապես ամենայն դեպս վարկանիշային առումով իրենց մոտ որևէ հաջողություններ չկան։ Իրենց մնում է ուժային գործողությունների դիմել, փորձել հպատակացնել, հպատակեցնել ամեն ինչ, այն ինչ որ հնարավոր է, այսպես ասենք։ Այս առումով ցույց տալու, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենք են տանտերը, ինչ կուզեն կանեն, ում կուզեն ձերբակալեն, կնստացնեն։ Փաստաբաններին Facebook-ում իրենց կարծիքն արտահայտելու, հոգևորականներին իշխանությանը քննադատելու, ընդդիմադիր համայնքապետերին զուտ ընտրական հաջողության համար ձերբակալելով, Փաշինյանն ուզում է երկրում վախի մթնոլորտ ստեղծել ընտրություններից առաջ։ Իր գլխավոր նպատակը ներսում մթնոլորտ փոխել այն առումով, որ ցույց տալ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզում եք արեք, ոչ մի բան չի լինի։ Վախի մթնոլորտը ըստ Հակոբյանի դարձել է 2026 թվականին վերարտադրվելու Փաշինյանի վերջին հույսը։ Բայց քաղտեխնոլոգը վստահ է, որ սխալ խաղադրույք է արել Փաշինյանը։ Ընտրության օրը վերջին պահին ամեն քաղաքացի մենակ է լինելու քվյախցիկում ու կատարելու է իր անվախ ընտրությունը։ Լիլիթ Գասպարյան, Լանա Համբարձումյան, Նուրեշ Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, 100։ Քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված հայտարարություններից հետո Բագրատ Սրբազանին հարցաքննության են կանչել, այդ մասին նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանն է ասել։ Վերջին օրերին քննչական կոմիտեի ղեկավարին ուղղված Բագրատ Սրբազանի հարցադրումներից հետո նման հարցաքննությունը սպասելի էր, ասել է պաշտպանը։ Այսօր Բագրատ arczepiskopos Գալստանյանը կալանավարից ուղերձ է հղել, որտեղ քննչական կոմիտեի ղեկավարից պահանջում է մինչև նոյեմբերի 13-ը փաստեր ներկայացնել, որ իրեն առնչվող գործում արկա է իբր իր ձեռագրով գրված ահաբեկչության պլանավորում ծրագիրը։ Արթուր Պողոսյանը անցած շաբաթ խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ էր Բագրատ Սրբազանին մեղադրել ահաբեկչություն կազմակերպելու համար։ Եթե փաստ չներկայացրեց, ապա Արթուր Պողոսյանը պետք է պաշտոնազրկվի, կոչումնազրկվի եւ ենթարկվի քրեական պատասխանատվության, զրպարտության եւ կեղծիքի քարոզչության համար, պնդում է Սրբազանը։ Այսօր Գյումրիի ավականու նիստը տապալվել է, ԿՊ-ն բոյկոտել է այն, իսկ մեր քաղաքը խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը ընտանեկան խնդիրների պատճառով համայնքապետարան չի գնացել։ Կոմունիստական խմբակցությունից Տիգրան Ավագյանը, ինչպես հայտնի է, կալանավորված է, նա վայր է դրել մանդատը։ Արդեն 22 օր կալանավորված Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանը այսօր Գյումրիի ավականու 16 անդամներին մանրամասներ է հայտնել Ղուկասյանի գործից հենց նիստերի դահլիճում։ Զարուհի Փոստանջյանի խոսքով քաղաքապետին գաղտնալսել են աշխատավայրում, ցանկացել են գաղտնալսել նաև տանը։ Գյումրիից Ալեքսանդր Սարգսյանի ռեպորտաժը։ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրիի ավականու հերթական նիստը դեռ չսկսված հետաձգվեց։ Այսինքն 17 ավականու անդամ չի գրանցվել։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը բոյկոտել էր նիստը, իսկ ընդդիմադիր 4 ուժերը միասին այժմ ունեն 19 մանդատ։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա կուսակից Տիգրան Ավագյանը կալանավորված են։ Իհարկե քվորում ապահովել կստացվեր, եթե անձնական խնդիրների պատճառով ստիպված չլիներ բացակայել նաև Նարեկ Միրզոյանը, մեր քաղաքդաշինքից։ Խնդիրը չափազանց զգայուն է, կնոջ առողջական վիճակով է պայմանավորված եւ որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ հենց այս նիստի օրը պիտի, ասում եմ, 3 ինքը եղել է աշխատանքային օրակարգի մեջ, որ ՔՊԸ բոյկոտեր նիստը սպասելի էր ավականու ընդդիմադիր ուժերի համար։ Ըստ նրանց ՔՊԸ-ականները փորձում են կրկին կառավարման ճգնաժամ ստեղծել Գյումրիում ու ամեն գնով վերցնել իշխանությունը։ Փաստացի 17,000 ձայն իրենք են ստացել, 30,000 մարդ փաստացի իրենց դեմ է քվեարկել եւ այդ դեմ քվեարկողների որոշումով քաղաքը ունեցել է ընտրված քաղաքապետ ավականու նիստով։ Հիմա 17,000 մարդու թող պատրաստ լինեն պատասխան տալու, թե ինչի իրանք այսօր չեկան։ Իշխող ուժը կեղտոտ մեթոդներ է գործի դնում գյումրեցիների քվեն գողանալու համար, վստահ է ընդդիմությունը։ Այն օրը, երբ Վարդան Ղուկասյանը ընտրվել է քաղաքապետ, նրան սկսել են գաղտնալսել, սկանդալային բացահայտումը նրա փաստաբանն է անում։ Ապրիլի 28-ին դատական ակտ են կայացրել, որի մասին մենք իմանում ենք վերջերս, որ պետք է ամբողջությամբ գաղտնալսեն։ Իդեպ ես սա ասում եմ նրա համար, որպեսզի մեր բոլոր ավականի անդամները չվախենան իհարկե, երբեք չվախենակ որևիցե մեկի շանտաժից, բայց այնուամենայնիվ ես չեմ բացառում, որ ձեր նկատմամբ է կարող է լինել նման ակտեր, իմ նկատմամբ էլ, որովհետև այդ ակտերը չեն ընդունվել օրենքով սահմանված կարգով, բայց նրանք ունեցել են մուտք դեպի ձեր անձնական կյանքը եւ դեպի ձեր ընտանեկան կյանքը։ Պարոն Ղուկասյան, հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է։ Վարդան Ղուկասյանին դեռ բժշկական բուժօգնություն չի ցուցաբերվել կալանավայրում, մասնագետների մուտքը կենտրոն քրեակատարողական հիմնարկ արգելում են։ Փաստաբանները բուժող բժշկի փաստաթղթերը գցել են իրենց դիմումներին, որ կալանավայր նրա մուտքը թույլատրվի, բայց արձագանք դեռ չեն ստացել։ Պարոն Ղուկասյանի նկատմամբ տեղի է ունենում բացառիկ անմարդկային վերաբերմունք, որը պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով։ Այլ կերպ մենք սա չենք կարող գնահատել։ Եվ արդեն մենք ունենք ամսի 6-ից սկսած, այսօր արդեն ամսի 11-ն է, օրեր շարունակ բուժօգնության չտրամադրման բացառիկ մի դեպք, որը կարող է հանգեցնել մարդու առողջական վիճակի ավելի վատթարեցմանը։ Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, Վարդան Ղուկասյանի խցում չկան անգամ սանիտարական նվազագույն պայմաններ։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։ Ողորմիսկանի մոտենաս միակա խոնչալայլ է ձեռը։ Աբովյանում մարդկանց աչքի առաջ դանակահարված երիտասարդը երկար ժամանակ գետնին ընկած է մնացել, վկաների խոսքով շտապօգնությունը ուշ է հասել դեպքի վայր։ Հայլուրը մանրամասներ է բացահայտել նաև կյանքի խոսք կրոնական կազմակերպության շենքում տեղի ունեցած դանակահարությունից։ Այն ժամանակ օպերայի հայատներում էին հավաքվում, այս խանութում եկան ստեղ։ Ջրանային աննախադեպ ճգնաժամ է սպառնում Իրանին անոմալ եղանակի պատճառով։ Կլքեն թեհրանցիները մայրաքաղաքը, եթե մինչև տարեվերջ տեղումներ չլինեն։ Եթե այդ ժամանակ էլ տեղումներ չլինեն, ստիպված կլինենք լքել Թեհրանը։ Պոկրովսկը ռուսների թե ուկրաինացիների վերահսկողության տակ է, հակասական լուրեր ռուս-ուկրաինական ճակատից։ Եվ Հնդկաստանում ու Պակիստանում 12 ժամվա տարբերությամբ պայթյուններ են եղել, որոնց հետևանքով 2 տասնյակից ավելի մարդիկ են մահացել։ Նյու Դելին եւ Իսլամաբադը կատարված ահաբեկչություն են որակում։ 50 մետր հեռավորության վրա ենք, պայթյունը նման էր հրավառության։ Եվ այսպես, ինչու են շատացել դանակահարությունները Հայաստանում։ Երկուշաբթի Աբովյանում մարդկանց աչքի առաջ դանակահարված երիտասարդը երկար ժամանակ գետնին ընկած է մնացել։ Վկաների խոսքով շտապօգնությունը ուշ է հասել դեպքի վայր։ Հիվանդանոց տեղափոխված 24-ամյա երիտասարդը մահացել է։ Հայլուրը մանրամասներ է բացահայտել նաև մեկ այլ Երևանում կյանքի խոսք կրոնական կազմակերպության շենքում տեղի ունեցած դանակահարության մասին։ Մորաքրոջ ու զարմուհու միջև փողի շուրջ վեճն է դարձել 57-ամյա կնոջ վնասվածքների պատճառը։ Ես Աբովյանի պրիմինար քաղաք է դարձել։
Շոկի մեջ են աբովյանցիները։ Ով էր տեսել մեկ օրում երկու դանակահարություն լինի քաղաքում, այն էլ օրը ցերեկով մարդկանց աչքի առաջ։ Աբովյանի Հանրապետության փողոցում դեռ թարմ են 24-ամյա երիտասարդի արյան հետքերը։ Արյան հետքերը ունեցած տալուց, վենո դուքա կարակ նահագի։ Ոչրագործության ականատեսները Հայլուրին պատմում են, որ 3 ժամը 17-ին ավտոբուսի այս կանգառում է եղել դեպքը։ Տեսել են, որ մի երիտասարդ դանակի հարվածից ընկնում է գետնին, վախեցել են մոտենալ։ Ո՞ր իսկանի մոտենաս, միակա խոնչալել է ձեռը։ Բայց տապօգնություն են կանչել, որը ժամանել է այն ժամանակ, երբ իրենց խոսքով բանը բանից անցել էր։ 24-ամյա տղան Աբովյան բժշկական կենտրոնում է մահացել գիտակցության չգալով։ 24-ամյա երիտասարդին դանակահարելուց հետո Հայլուրի տեղեկություններով 40-ամյա տղամարդը Աբովյանի ուրիշ փողոցում դանակահարել է մեկ այլ քաղաքացու։ Տուժածի վնասվածքը թեթև է, այսօր նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, խուլիգանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ։ Մարդասպանը ձերբակալված չէ, ով է նա, ինչու է գործի դրել դանակը։ Ինչ-որ ողա, թե ես ինչա, դանակն անես մեղտեղ մարդուն սպանես ինչի համար։ Դանակը հանել են նաև նոյեմբերի 2-ին կյանքի խոսք կրոնական կազմակերպության շենքում։ Ըստ կազմակերպության, գիրակնորյա ծառայությունից հետո կյանքի խոսքի հետևորդ 57-ամյա կնոջը դանակահարել է իր քրոջ 32-ամյա աղջիկը, հենց շենքի մարդաշատ նախասրահում։ Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Ըստ Հայլուրի տեղեկությունների կանայք վիճել են գումարի համար։ Լանա Ամբարձումյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդելյան, Հայլուրի համար։ Վաղարշապատի ավագան ու արտահերտ ընտրությունների շեմին իրավապահների հատուկ ուշադրության տակ են հայտնվել Մայր Հայաստան կուսակցության համայնքապետի թեկնածուն և ցուցակի երկրորդ համարը։ Գրիշա Հարությունյանը, որ Դողս գյուղը ղեկավարել է 2016-ից 21 թվականներին և Տիգրան Կարապետյանը, որ 20 տարի ծաղկունքն է ղեկավարել, իրենց առնչվող քրեական գործը կարված գործ են անվանում։ Վաղարշապատի ընտրությունները որքան մոտենում են, այնքան ակտիվանում են իրավապահ մարմինները։ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում են հայտնվել Մայր Հայաստան կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը և ընտրացուցակի երկրորդ համարը Դավիթ Կարապետյանը։ Նրանք համացանցից են իմացել, որ ԱԱԾ երկու աշխատակից հաղորդում են ներկայացրել, մեղադրելով իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրենց վստահված գույքը հափշտակելու համար։ Մենք այդ քրեական գործի մասին, որը որ կարել են իմ և Դավիթ Կարապետյանի վրա, այդ ամենի մասին մենք իմացել ենք լրատվամիջոցներից, ցանցերից, իրանք մեզ չեն այցելել և ծանոթագիր կամ այցելություն մինչև առօրս չի եղել։ Գրիշա Հարությունյանը 2016-ից 2021 թվականներին Արմավիրի Դողս համայնքի ղեկավարն է եղել։ Տիգրան Կարապետյանը 2001-ից 2021 թվականները ծաղկունքի ղեկավարն է եղել։ Ըստ ԱԱԾ-ի նրանք համայնքի ղեկավարման տարիներին են խախտել օրենքը։ Իրանք փորձում են ինչ-որ գործ կարենելն եմ կրկնում։ Ես ինձ տեղյակ չեմ պահել, ես հանձնել եմ իրանց բյուջեն 37 միլիոն պարկով ընդունել եմ 2001 թվականին։ 38 միլիոնով հանձնել եմ իրանց։ Օրենք են խախտել նախկին համայնքապետերը, թե իշխանությունը փորձում է զրկել նրանց քարոզչություն անելու հնարավորությունից։ Ծաղկունքում չեն հավատում, որ գյուղը 20 տարի ղեկավարած Դավիթ Կարապետյանը չարաշահել է պաշտոնը։ Ասում են համայնքապետարանի դռները միշտ բաց են եղել գյուղացիների առաջ։ Շատ արտակարգ մարդ է։ Շատ ընկերասեր, շատ աշխատասեր։ Ամեն հարցով օգնող մարդ։ Բայց ես եմ հիշում, որ ինքը առաջի անգամ ընտրվել էր, այս ջրերով մրերով սա հարցերը լուծումը տվել։ Եթե փաստեր ունենխի մինչև այդ չեն անում։ 7 տարի ԿՊ իշխանության թողան էին։ Այդ դրա հողի վրա եկավ
իշխանությանը։ Ծաղկունքցի այս կինը Վաղաշապատը վերջին տարիներին ղեկավարողներից է դժգոհ։ Ասում է, վարձակալած տարածք ուներ, 30 տարի հողի ու ջրի հարկ է տվել։ Վերջերս են ձեռքից վերցրել եւ վաճառել տարածքը։ Հողերս դրել են աճուրտի 2 միլիոն ու կես։ Ես 2 միլիոն ու կես թոշակառու մարդ ո՞ր եմ տալեմ, որ հողերս ես սեփականացնեմ։ Հողերը դրեցին, արի Մեխակյանն էր, թե ով էր, չգիտեմ, դրեցին աճուրտի, ծախեցին 2 միլիոն ու կես, բայց 2 միլիոն ու կեսով չեն ծախե, կրկնակի երակի են ծախե։ Այդ դավոնա ծախե, չէ, իրանք են ծախե, դավոյի վաղտով տեսպան չկար։ Դողս համայնքում հարգանք եւ վստահություն է վայելում նախկին համայնքապետ Գրիշա Հարությունյանը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ սուտ տեղեկություններ են տարածում, որ սևացնեն նրա անունը, ասում են գյուղացիները։ Ինքը կյանքում ոչ մի բան այդ համար չի ունեցել ու հմել չունի, իրանք ոնց որ միշտ իրանք ստախոս են։ Ինքը ոչ մի սխալ բան արած հաստատ չի կարա լինի։ Ես իրան 100%-անոց ճանաչում եմ, էլի։ Ինչով կալեցել է, բոլորին աջակցել է, գյուղին լավ է վերաբերվել, փողոցները էլ է որ գազ չեղե մարդը քաշել է։ Մենք այդ ապշտակել, չգիտեմ, ոչ մեկ լսել ենք այդպես բան, ոչ էլ մեկ տեսել ենք։ Աշխատել է բարեխիղճ լավ մեր համար։ Վաղաշապատում են մասկի շոու անելու ազգային անվտանգության ծառայողները։ Գրիշա Հարությունյանը եւ Դավիթ Կարապետյանը վստահեցնում են, չեն համակերպվելու անարդարությանը։ Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Քարոզարշավը Վաղաշապատում մոտենում է ավարտին, վաղաշապատցիներին նախընտրական ծրագրերը ներկայացնելու համար եւս 3 օր ունի հաղթանակ դաշինքը։ Ախպեր! Մեծ ու փոքր շտապում են միանալ Վաղարշապատի համայնքապետի հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանի քայլերթին։ Բարև ձեզ, շատ շնորհակալ ենք։ Սիրով մասնակցել։ Մենք էլ ձեր կողմն ենք։ Մերսի շատ, Աստված ստանաք ենք ցանկանում։ Շնորհակալ ենք։ Всё, ապրեք շատ։ Աղուհացով, ձեռքսեղմումներով ու ժպիտներով են դիմավորում համար 1 քվյաթերթիկի թեկնածուին Վաղարշապատի թաղերում։ Իրարդ են կրելու 5 օրից, ամսի 16-ին։ Համատրում ես կընտրվել դու անպայման մեռնեմ։ Ապրես, մեռնեմ կյանքի։ Հաղթանակ դաշինքի թեկնածու Սևակ Խաչատրյանը Վաղարշապատին շատ հաղթանակներ է բերելու։ Հավատում են մարդիկ, սրտացավ քաղաքապետ է լինելու, ոչ թե ուղակի խոստումներ տվող։ Հավատացեք, ամեն ինչ մեր ուզածով է լինելու, այնքան լավ դիլի, որ դուք ձեզ շատ լավ զգաք, շատ լավ զգաք։ Մեր նպատակը էդ է, մեր այս թիմ ստեղծել, ընտրությունների մասնակցելու ամբողջ բանը հենց դրանում է, որ մեր բնակիչները իրանց լավ զգան։ Խանութներ, դեղատներ, արհեստանոցներ է մտնում Սևակ Խաչատրյանը, լսում, ով ինչ հոգս ու ցավ ունի։ Պետքա կոչ է անում անպայման մասնակցել նոյեմբերի 16-ի թիմ ընտրություններին, ասում է, որոշիչ է լինելու յուրաքանչյուրի ձայնը։ Ծամս 16-ին թիմ ընտրությունների մասնակցենք ակտիվ, հա։ Ես էլ Սևակն եմ, մենք քվյաթերթիկ առաջինն ենք։ Խնդրենք մեզ աջակցեք։ Ամեն մի ձայնից կախված է մեր քաղաքի ապագան, պետք է այս սրիկա իշխանություններից ազատվել, որ կարողանանք մեր երկիրը տանենք ճիշտ ճանապարհով։ Հակառակ դեպքում շատ ավելի վատ է լինելու։ Գնալու է ընտրության այս կինը, ձայնը տալու է հաղթանակին, միայն թե ոնց որ նկարի մեջ է ժպտում, ունեցել է ճանաչինս են ժպտա։ Տենց ենք անելու։ 5 օր է մնացել Վաղարշապատի թիմ ընտրություններին, շախմատի տախտակի առաջ Խաչատրյանը վաղարշապատցիներին վստահեցնում է, եթե ինքը ընտրվի, սևեր ու սպիտակներ այս քաղաքում միայն խաղասեղաններին են լինելու։ Աննա Գյուլնազարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Միջազգային լուրերին անցնենք, Հնդկաստանի իրավապահները կասկածներ ունեն, որ Նյու Դելիում մեքենայի պայթյունի հեղինակ այդ երկրում ահաբեկչական ճանաչված Ջայիշե Մոհամմեդ խմբավորումն է։ Երկուշաբթի Նյու Դելիի ամենամարդաշատ փողոցում է պայթել մեքենան, որի հետևանքով 12 մարդ է մահացել։ Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է մահապարտ մեքենայի սեփականատերը։ Նյու Դելիում 12 մարդու կյանք խլած, մեքենայի պայթյունը չի բացառվում, որ կազմակերպած լինի Ջայիշե Մոհամմեդ խմբավորումը։ Հնդկաստանում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Ջայիշե Մոհամմեդի նպատակը Քաշմիրի անջատումն է Հնդկաստանից։ Խմբավորումը մի քանի հարձակումներ է իրականացրել Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգներում։
Հնդկաստանի մայրաքաղաքի կենտրոնում Կարմիր ամրոցի մոտակայքում պայթած Hyundai մեքենայի սեփականատերը, որը ձերբակալվել է, Ումար Մոհամեդն է, բժիշկ, կասկած կա, որ նա հնարավոր ահաբեկչական օպերացիայի մասնակիցներից է։ Տևական ժամանակ Հնդկաստանի անվտանգության ծառայությունները նրան ուշադրության կենտրոնում են պահել։ Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ ողբերգության վայրում հայտնաբերվել է 2 անհայտ մարմին։ Չի բացառվում, որ այդ մահացածները մահապարտ ահաբեկիչներ են, որոնք գործել են Hyundai-ի տիրոջ հետ։ Ականատեսների վկայությամբ մեքենան դանդաղ շարժվելիս է եղել, կանգ է առել կարմիր լույսի տակ ու պայթել։ 50 մետր հեռավորության վրա ենք, պայթյունը նման էր հրավառության, վազեցինք այն կողմ տեսնելու թե ինչ է եղել։ Իրարանցում սկսվեց, մարդիկ թողնում էին իրենց մեքենաներն ու վազում այս ու այն կողմ։ Պայթյունից հետո Նյու Դելիում, Ուտար Պրադեշ, Բիհար, Կերալա նահանգներում ու Մումբայում արտակարգ դրություն է հայտարարվել։ Պակիստանի եւ Բանգլադեշի հետ սահմաններին ուժեղացված ծառայության է անցել պարեկային ոստիկանությունը։ Օդանավակայաններում ու երկաթուղային կայարաններում խիստ ստուգումներ են։ 2-3 մարդու կարողացանք օգնել։ Վիրավորներին տեղափոխեցինք հիվանդանոց։ Պայթյունի վայրում մարդկանց մարմնի կտորներ էին։ Փողոցի տեսախցիկները ֆիքսել են, որ պայթյունից առաջ Hyundai մեքենան Կարմիր ամրոցի կայանատեղիից է դուրս եկել։ Վարորդը մենակ է եղել։ Կասկած կա, որ ահաբեկչությունը պլանավորվել էր այլ վայրում իրականացնել, սակայն Կարմիր ամրոցի տարածքը այդ պահին բազմամարդ է եղել ու ահաբեկիչը քաղաքի բանուկ հատվածում է գործի դրել պայթուցիկ սարքը, որ զոհերը շատ լինեն։ Հնդկաստանի վարչապետ Մոդին ցավակցել է պայթյունի զոհերի հարազատներին, խոստացել պատասխանատվության ենթարկել արյունահեղությունը կազմակերպողներին։ Էդգար Ղուշչյան, Անի Ղանդիլյան, Հայլյուր։ Նյու Դելիում պայթյունից ավելի քան 12 ժամ անց մեքենայի պայթյունի մասին է հայտնել նաև Պակիստանը։ Նախնական տվյալով Իսլամաբադի դատարաններից մեկի բակում կայանված մեքենայի գազաբալոնն է պայթել, 12 մարդ է զոհվել, մոտ 1 տասնյակ վիրավորվել են։ Ավելի ուշ Պակիստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։ Մահապարտ ահաբեկիչը փորձել է մտնել դատարանի շենք եւ դա չի հաջողվել, դրսում գործի է դրել իր մոտ եղած պայթուցիկ սարքը։ Պայթյունից դատարանի շենքը խիտ ծխով է պատվել։ Զոհերն ու վիրավորները դատարանի աշխատակիցներ և փաստաբաններ են։ Շարունակենք, ռուսները հայտնում են Պոկրովսկ մտնելու մասին։ Կիևը հերքում է և շարունակում ակտիվ հարվածել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Րոպեներ առաջ ուկրաինական կողմը հայտնել է Դաշնության Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Ռուսական կողմն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը։ Ըստ Խարկովի մարզային պետական վարչակազմի ղեկավարի, ուկրաինական բանակը փորձում է Կուպյանսկում շրջափակման մեջ մնացած զինվորներին դուրս բերել։ Ռուս-ուկրաինական ճակատից վերջին լուրերը Մարիամ Համիրջանյանը կպատմի։ Ռուսական բանակը մտել է ռազմավարական նշանակության ուկրաինական Պոկրովսկ քաղաք։ Բնակավայրի վերահսկողությունը կորցնելու մասին լուրը ուկրաինական կողմը չի հաստատում։ Դաշնությունը հայտնում է, որ գրավել են նաև Պոկրովսկի հարակից Գնատովկա գյուղը։ Վերջին մի քանի օրերին Ուկրաինայի բանակի խոսնակը վստահեցնում է, թե Պոկրովսկի պաշտպանությունը շարունակվում է, բայց Կիևը խոստովանում է, որ քաղաքում կռվող ուկրաինացիներին զենք ու սնունդ մատակարարելը բարդացել է։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի, Դաշնությունը 150,000 զինվոր է կենտրոնացրել Պոկրովսկը գրավելու համար։ Կիևն ու Մոսկվան հակասական տեղեկություններ են հաղորդում նաև Պոկրովսկից արևելք Միրնոգրադ քաղաքում մարտական իրավիճակի մասին։ Կիևը հերքում է, որ ռուսները հաջողություն ունեն քաղաքում։ Իսկ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քաղաքը շրջափակման մեջ է ու ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը երկու ուղղությամբ։ Ռուսական բանակը նաև ճակատի այլ կետերում ռազմական հաջողությունների մասին է հայտնում։ Մոտոհրաձգային դիվիզիայի գրոհային ստորաբաժանումները Զապորոժյե մարզից ուկրաինական զորքերին ստիպել են նահանջել, գրավել են Սլատկոյե և Նովոյե գյուղերը։ Թեժ է իրավիճակը նաև Կուպյանսկում, այնտեղ երկաթուղային կայարանի համար են մարտերն ընթանում։ Мой отряд продолжает выполнять задачу. Ջոկատը շարունակում է առաքելությունը Արևելյան Կուպյանսկի արդյունաբերական գոտում։ Ձերժինսկի փողոցը մաքրվել է Ուկրաինայի զինված ուժերի զինյալներից։ Իսկ Կուպյանսկի արևելյան ծայրամասում գտնվող նավթամբարը գրավվել է։ Երկաթուղային կայարանները ամբողջությամբ ազատագրվել են ուկրաինական ուժերից։ Իսկ Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերը հայտարարել են, որ գիշերը հարվածել են Ղրիմի նավթամբարի պոմպակայանին։
Դաշնության հակաօդային պաշտպանության ուժերը միջև լուսաբաց 8 շրջաններում և Սևծովում 37 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, դրանցից 4-ը Տուապսե նավահանգստի մոտ։ Նավահանգիստը դադարեցրել էր վառելիքի արտահանումը նոյեմբերի 2-ից ուկրաինական հարձակումից հետո։ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները շարունակում են մնալ ուկրաինացիների թիրախում։ Ըստ ուկրաինական մամուլի, Դաշնության նավթամշակման գործարանների կեսից ավելին վնասված են ու աշխատում են մասնակի։ Ուկրաինացի քաղաքական փորձագետները կարծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմում Կիևը կարող է հաղթել էներգետիկ ճակատում։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Քնեսետն առաջին ընթերցման հավանություն է տվել ահաբեկիչների համար մահապատժի մասին օրինագծին։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը այնքան գոհ է, որ ուրախությունից ցատկոտում էր ու քաղցրավենիք բաժանում։ Օրինագծի համաձայն ահաբեկիչը, որը սպանում է Իսրայելի քաղաքացուն ռասիստական կամ թշնամական դրդապատճառներով, պետք է դատապարտվի բացառապես մահվան։ Պաղեստինյան Համաս շարժումը դատապարտել է նախաձեռնությունը, նշելով, որ այն հակասում է միջազգային նորմերին և ուղղված է պաղեստինյան ժողովրդի դեմ։ Տեղափոխվենք Իրան, մեր հարևան երկրին։ Երաշտի հետևանքով ջրային աննախադեպ ճգնաժամ է սպառնում։ Իրանի նախագահը արդեն զգուշացրել է Թեհրանի բնակիչներին պատրաստ լինել, եթե մինչև տարեվերջ տեղումներ չլինեն, թեհրանցիները ստիպված կլինեն լքել մայրաքաղաքը։ Ջրային աննախադեպ ճգնաժամ է սպառնում Իրանին։ Իրավիճակն այնքան լուրջ է, որ իշխանությունները հատկապես մայրաքաղաք Թեհրանում ապրողներին հորդորում են լոգանք ընդունել քիչ ջրով։ Ազգային մակարդակով ջրի ռացիոնավորման անհրաժեշտություն կա, հայտարարում են իրանցի խորհրդարանականները։ Անոմալ եղանակն է ճգնաժամի պատճառը, հավատացնում են իրանցի պաշտոնյաները ու չեն թաքցնում, որ Թեհրանի հիմնական ջրամբարներն ու ստորգետնյա աղբյուրները գրեթե դատարկ են։ Տիեզերքից արված կադրերում են երևում չորացած ջրամբարները։ Փորձագետների խոսքով տարիներ շարունակ ջրի սխալ բաշխման պատճառով է խնդիրն անկառավարելի դարձել։ Թեհրանում հիմա ջրի պարբերական անջատումներ են հատկապես գիշերային ժամերին։ Որոշ սպառողներ, որոնք անհամեմատ մեծ չափով ջուր են օգտագործում, հնարավոր է օրվա 12 ժամը ջուր չունենան։ Որոշ շրջաններում ջրի ճնշումն իջեցնում են ընդհանուր ծախսը նվազեցնելու համար։ Նախագահ Փեզեշքյանը ցավով զգուշացրել է ժողովրդին, եթե մինչև տարվա վերջ ստեղումներ չլինեն, ստիպված են լինելու լքել Թեհրանը։ Եթե անձրև չգա մինչև դեկտեմբեր, մենք Թեհրանում այդ ամսին պետք է սահմանափակենք ջրի մատակարարումը, եւ եթե այդ ժամանակ էլ տեղումներ չլինեն, ստիպված կլինենք լքել Թեհրանը։ Իրանի կառավարությունը հանրային արշավներ է սկսել։ Քաղաքացիներին հորդորում են ջուրը պահեստավորել, ջրի ստակագները փոխվել են։ Տելեգրամ ալիքները գրում են, որ ջուր քիչ օգտագործող իրանցիներին զեղչեր են անում, շատ սպառողները տուգանվում են։ Ջրային կոլապսից խուսափելու համար իրանցիները նախատեսում են վերանորոգել հին խողովակաշարերը, որպեսզի նվազեցնեն արտահոսքի պատճառով առաջացած ջրի կորուստը։ Քննարկվում է մեծ ծավալի ջուր սպառող գործարանները տեղափոխել Պարսից ծոցի մոտ, որտեղ ջուր աղազերծող սարքավորումներ կան։ Իրանում ջրի գրեթե 80%-ը գյուղատնտեսությունում են օգտագործում։ Մեր հարևանը տարածաշրջանում խոշոր գյուղատնտեսական արտադրող է։ Փորձագետները չեն բացառում, որ ջրի սղության պատճառով միրգ բանջարեղեն արտահանելու խնդիր է լինելու ու Հայաստան-իրանական ապրանքը հնարավոր է բարձր գնով հասնի։ Գայանե Մովսեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Որ աննախադեպ տաք է այս տարի, զգում ենք նաև մենք տաք հաշունը Հայաստանում շարունակվում է։ Այսօր կեսօրին մինչև 17 աստիճան ջերմություն է եղել առանց տեղումների։ Սպասվում է, որ մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կմնա անփոփոխ, Երևանում վաղը սպասվում է մինչև 20 աստիճան ջերմություն։ Հավայան կղզիների Կիլաուեա հրաբուխը, որն աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, ժայթքել է։ Լավայի շատրվանի բարձրությունը հասել է 300 մետրի։ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության տվյալներով հրաբուխը անընդհատ ժայթքել է գրեթե 5 ժամ։ Իսկ Կամչատկայում հզոր ցիկլոնի հետևանքով դպրոցներում դասերը չեղարկվել են, քաղաքացիներին հորդորել են տներից դուրս չգալ, հեռավար աշխատել։ Առատ ձյուն ու ձնաբուք է, հայտարարվել է փոթորկի նախազգուշացում, փրկարարական ծառայությունը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։ Որոշ չվերթներ հետաձգվել են, չեղարկվել են ներքին ուղևորությունները։ Թերակղզում քամին ծառեր ու էլեկտրահաղորդման լարեր է տապալել։
Եվ վերջում Հայաստանում տեղաբաշխվող նոր պարտատոմսերի մասին Դալան տեխնոպարկը, որ շինարարության ոլորտում 162 միլիոն դոլարի ներդրում է արել, պատրաստվում է նաև պարտատոմսեր թողարկելու միջոցով խթանել տնտեսությունը Հայաստանում։ Դալան տեխնոպարկը թողարկում է իր առաջին պարտատոմսերը, տեղաբաշխողը Կուբ Ինվեստն է։ Դալան տեխնոպարկի ներդրումները հասնում են մոտ 162 միլիոն ԱՄՆ դոլարի։ Շինարարությունը սկսվել է 2023 թվականի հունվարին։ Հիմնակմախքի շուրջ 80%-ն արդեն պատրաստ է։ Պարտատոմսերի թողարկումը նախագծի կայունության և վստահության կարևոր ցուցիչն է։ Այն ընդգծում է Դալան տեխնոպարկի ազգային և տարածաշրջանային նշանակությունը, թե բիզնեսի, թե ներդրումային տեսանկյունից։ Մեկ հարկի տակ համախմբել ամենատարբեր բիզնեսների, ոլորտների ներկայացուցիչներին, ստեղծել ենթակառուցվածքներով հագեցված ուրեմն միջավայր, որտեղ որ մարդիկ կարողանան ազատ գործել, ստեղծագործել, ծավալել իրենց գործունեությունը, սկսած հասարակ ներդրողից, վերջացրած ուրեմն ամենաբարդ մտավոր աշխատանք պահանջող գործունեությունը։ Պարտատոմսերի թողարկումը հնարավորություն է տալիս ներդրողներին ապահովել կանխատեսելի և կայուն եկամուտ, միաժամանակ դառնալ երկրի տեխնոլոգիական ապագայի զարգացման մասնակից։ Պարտատոմսեր տեղաբաշխող Կուբ Ինվեստ ընկերության տնօրենի խոսքով Դալան տեխնոպարկը բացառիկ նախագիծ է իր մասշտաբով և տեսակով։ Կարևոր հնարավորություն Հայաստանի տնտեսության համար։ Մենք էլ որպես ներդրումային ընկերություն եւ այս պարտատոմսերի տեղաբաշխող շատ ուրախ ենք, որ գտնվում ենք այս պրոյեկտի կողքին եւ միասին ենք իրականացնում այս պարտատոմսերի թողարկումը եւ տեղաբաշխումը։ Նոյեմբերի 10-ից սկսած Դալան Technologies ՍՊ-ի անվանական արժեքտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը շարունակվելու է մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը դրամային եւ դոլարային տարբերակներով։ Դրամային պարտատոմսերը թողարկվում են 100,000 դրամ անվանական արժեքով, 25,000 ընդհանուր ծավալով և 13,50% արժեքտրոնային տոկոսադրույքով։ Պաշտոնական ազդագիրը հասանելի է Կուբ Ինվեստի կայքում։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան և Հարություն Մաթեոսյան, Հայլուր։ Հայլուրը ամփոփեց նոյեմբերի 11-ը, հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։